Հայաստանում կստեղծվի կառավարությանն առընթեր ճարտարապետության պետական կոմիտե։ Այսպիսի հրամանագիր է ստորագրել նախագահ Սերժ Սարգսյանը։ Կառավարությանը հանձնարարվել է 1 ամսյա ժամկետում ընդունել սույն հրամանագրից բխող համապատասխան որոշումներ։ Զանգվածային մի շարք լրատվամիջոցների տեղեկությունների համաձայն ճարտարապետության պետական կոմիտեն կարող է գլխավորել Երևանի ներկայիս գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը։ Արդեն երրորդ օրն է, ինչ Երևանում անցկացվում է «Չեմ վճարելու 150 դրամ» ակցիան։ Ակցիային են միացել դերասան Հայկ Մարությանը, Արարատ ամսագրի խմբագիր Ալեն Սիմոնյանը, ռեժիսոր Սուրեն Թադևոսյանը եւ նրանց ընկերները։ Նրանք իրենց մեքենաներով քաղաքացիներին անվճար տեղափոխում են մայրաքաղաքի տարբեր ուղղություններով։ Ակցիային այսօր միացել են նաեւ հաղորդավար Պետրոս Ղազարյանը, երգիչ Արթուր Իսպիրյանը եւ ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանը։ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօրվանից մեկնել է արձակուրդ, որի մի մասը կանցկացնի արտերկրում, հայտնել է նախագահի մամուլի ծառայությունը։ Հունիսի 12-ից 20-ը Սերժ Սարգսյանը կրկին գտնվում էր արձակուրդում եւ կրկին արտերկրում։ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը եւս հուլիսի 22-ից երկշաբաթյա արձակուրդի է մեկնել։ Առաջիկայում Չինաստանի համալսարաններից մեկում կբացվի հայոց լեզվի եւ հայկական մշակույթի կենտրոն։ Հայաստանի կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը Չինաստանի կրթության եւ գիտության փոխնախարարի հետ հանդիպմանը նշել է, որ վերջին տարիներին Հայաստանում մեծ հետաքրքրություն է առաջացել չինարենի նկատմամբ։ Աննախադեպ աճել է չինական առաջատար բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորել ցանկացողների թիվը։ Նախարարը հայտնել է նաեւ, որ առաջիկա տարիներին Հայաստանում կբացվի չինարենի խորացված ուսուցմամբ ավագ դպրոց։ Տրանսպորտի պետը հայոյանք տա, իմ դաստիարակությունը, իմ կրթությունն ու վարվելակերպը բոլորովին թույլ չի տա։ Եղել է միայն գնա ես քու արտահայտությունը, այս է եղել, ներվերը չունեմ պետք է ասեի։ Իրադարձությունների կենտրոնում նորությունների սկզբնաղբյուրից մենք հաղորդում ենք ձեզ լրատվություն։ Civilnet-ն ամենուրեք է, ուր կան ինձ ու քեզ հուզող հարցեր։ Քաղաքացիական պայքար։ Իրավական անարդարություններ Եվ հրատապ լուրեր։ Շրջակա միջավայր։ Մշակութային կյանք։ Հետևեք մեզ առցանց և բաց չեք թողնի մեր ուղիղ միացումները։